Ողջույն, Բուն TV-ի եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք եկեղեցու ղեկավարության եւ Հայաստանի իշխանությունների միջև ահագնացող, ահագնացած ճգնաժամի մասին եւ իմ հյուրերն են մշակութային մարդաբաններ Աղասի Թադևոսյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ Նիկոլ Մարգարյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, թեման վերջին շաբաթվա ընթացքում հատկապես իր վրա հասարակության ուշադրությունը գրավեց, կապված տարբեր ուրեմն նոր զարգացումների հետ, բայց ինքը շատ ավելի ընդհանրական, շատ ավելի մեծ հարցերի ինդիկատորն է, այսպես ասենք, ցուցիչն է, որոնց մենք այսօր կփորձենք անդրադառնալ, պարոն Թադևոսյան։ Անկախությունից ի վեր, ինչ սկզբունքների եւ ինչ պատկերացումների վրա են ձևավորվել Հայաստանում եկեղեցու եւ պետության հարաբերությունները եւ ընդհանրապես եկեղեցու դերը հասարակության աչքերում։ Լավ, երբ որ դուք հարցը տվեցիք, ես մի անգամից հիշեցի նստածույցը Ղարաբաղյան շարժման ժամանակ, մայիսյան նստածույցը, որը մեծամասամբ ուսանողներ էին մասնակցում։ Ես հիշում եմ, որ այդ շրջանում այսպես մենք այն ժամանակ բոլորս ազգայնական էինք եւ թունդ ազգայնական էինք, որովհետեւ ուրիշ բան ոնց որ չկար։ Դե կամ կոմունիստներ կամ ազգայնական։ Սովետական միություններ, բոլորս այդ կոմունիստական ու կոմերիտական այդ բուտաֆորիաները ծաղրում էինք, հաճախ դեմ էինք խոսում։ Ու դրան ոնց որ միակ ալտերնատիվը այդ ազգայնականները, բնական է, որ այդ շրջանում պետք է լիներ նաև երևի թե ազգայնական հաշվի առնող խորհրդային այդ հասարակության բնույթը, հա։ Բայց ինչ եմ ես այս պահը հիշում, որովհետև այդ ազգայնական վերելքի մեջ մենք այդ նստածույցի ժամանակ հիշում եմ մի անգամ մի տատիկ էր անցնում, հետո կանգնեց մեր երիտասարդների մոտ լույս առավոտ նոր էր բացվում, սենց արևածագի այդ ժամը 8-ի կոմեր է մի խոսքով էլի, գարնանային շրջան, բան, մեկ էլ տատիկը կանգնեց ու բոլորիս բարևեց ու ասեց ես գնում եմ եկեղեցի ու այդ մեզ այնքան ոգևորեց, գիտեք ինչ է, որովհետև խորհրդային ժամանակներում այդ եկեղեցի գնալը թաքուն բան էր, էլի, այդքան առանձնապես չէր ողջունվում եւ կարելի ասել, որ խորհրդային մեր հայկական հայաստանյան հասարակությունը գլխավորապես անհավատ կամ թաքուն հավատացյալների կամ հիմնական կիսածեսը կիսատ պրածեսեր անող հասարակություններ, որովհետեւ հասկանաք ինչից ուր ենք մտել, ասենք մարդիկ վախենում էին շատերը մկրտվել, իսկ շատերը ընդհանրապես մոռացել էին, որ նման բան գոյություն ունի։ Եվ ասենք օրինակ իմ սերնդի երիտասարդների մեծ մասը մկրտված չէր կամ թաքուն մկրտված էր, հա։ Այդ 90-ականներին, երբ որ արդեն այդ ազգային զարթոնքը եղավ, սկսեց այդպես թրենդները, միտումներ առաջացան։ Այդ ժամանակ ընդհանրապես մենք խնդիր ունեինք հասկանալու կամ ավելի շատ մեր ինքնությունը վերաիմաստավորելու, որովհետև դուրս էին գալիս մի հասարակությունից, արդեն հոգեբանորեն դուրս էինք եկել եւ ինքնության տեսանկյունից եւ ինքնության վերաիմաստավորման խնդիր ունեինք ամբողջ հասարակությունը եւ մենք փորձում էինք փնտրել որտեղ վերաիմաստավորենք, որ այսպես ասած կետերից պետքա բռնվել եւ դրանք բնականաբար այդ ժամանակ ապագայի հետ կապված առանձնապես տեսլականներ մեզ չէր տալիս այդ շարժումը ղեկավարող քաղաքական խմբակը, հա, դեռ քաղաքական ուժը հետո ուժ դարձավ, ընդհանրապես մենք գիտենք, որ ինչ-որ անկախ Հայաստան ենք ուզում, դա էլ այդ մեր ուղղակի երազանքների անկախ Հայաստանն էր, որը չուներ քաղաքական բովանդակություն, այսինքն մենք որևէ ձև չէինք պատկերացնում, թե ինչ է դեմոկրատական պետությունը, ինչ են ընտրությունները։ Ես ու Նիկոլը մասնակցել ենք 90 թվականի Գերագույն խորհրդի մայիսյան ընտրություններին, այդ օրը հենց Deep Purple-ի համերգն էր, Young Gillan Deep Purple-ի այդ ռոք խմբի շատ բան է, էլի, սիմվոլիկա, որ Սովետում արգելված ռոք խմբի համերգը հենց մեր առաջին Գերագույն խորհրդի ընտրությունների օրն էր, տարանք ամեն ինչը հանձնեցինք, փակեցինք ու մի կետ հավազեցինք, հասանք այդ համերգին, հա։ Ինչեմ ես այս ամեն ինչը պատմում, որպեսզի մենք հասկանանք, թե այդ միջավայրը եւ այդ մթնոլորտը, որտեղ տեղի ունենում անցումը այդ սովետական Հայաստանից անկախ Հայաստանի,
կար այդ վերաիմաստավորման ինքնության ով ենք մենք հարցի պատասխանի փնտրտուքներ, որոնք գնացին դեպի անցյալ, որովհետև ես ասացի ապագայի հետ կապված առանձնապես շատ բան մեզ չէին տալիս, այն ուժերը, որոնք ղեկավարում էին։ Եվ մենք գնացինք դեպի անցյալ, քանի որ ամբողջ շարժումը ազգայնական մտածողության մեջ էր, եւ անցյալում ինչ կար քրիստոնեությունը, այդ ժամանակ էր որ այդպես միանգամից մենք բռնվեցինք աշխարհում առաջին քրիստոնեություն ընդունած ազգ լինելու այդ հատկանիշից, խորհրդանշար սիմվոլիկ արժեք դարձավ դա մեր համար շատ կարևոր, եւ մյուսը դա քրիստոնեությունից առաջն է, դեպի հեթանոսություն։ Իդեպ ասեմ, որոշները գնացին ընդհանուր դեպի հեթանոսություն եւ այն ժամանակ շատ մոդայիկ էր Գառնիում հատուկ ծես էին անում, նոտարվա ծեսը եւ այլ, երիտասարդությունն էլ գնում էր ուրախությամբ մասնակցում էր, այդ նույն երիտասարդությունը շատ էլի ոգևորված գնում քրիստոնեական ինչ-որ միջոցառումների հետ մասնակցում։ Այսինքն կարող ուզում եմ ասել, այստեղ հավատքի խնդիրը չէր, այլ հենց ինքնության խնդիրն էր։ Եվ արդեն անկախության շրջանում, երբ որ այդ բանը էյֆորիկ պահը անցավ, իսկ դա շատ արագ անցավ, էլի, այն 90-ականների ես էլ եմ ասում այդ մութ ու ցուրտ տարիները, որը մեր առաջին նախագահ հետ չի սիրում, որ մարդիկ ասում են, բայց ժողովրդական այս ազգագրագետը ժողովրդի մեջ ընդունված է հենց այդ տարիները հենց այդպես անվանել։ Առանց հիմա որակումներ տալու այդ տարիներին, այդ տարիները այնպեսին էին, որ մարդկանց մոտ այդ ինքնության հետ կապված հարցերը ընկան հետին պլան, հիմնականում շատ գոյատևման այս մտածողությունը մտավ եւ արդեն 90-ականների կեսերից երբ որ լույս է տվեցին եւ այլ քիչ-քիչ մարդիկ էլի սկսեցին այդ խնդիրներին վերադառնալ, հա։ Եվ այդ ժամանակ ես կարող եմ զուտ նաև այդ շրջանը ապրած մարդ որպես ասել, մեկ էլ սկսեց նկատվել եկեղեցու աշխուժացում։ Իդեպ մինչև այդ սկսեցին աշխուժանալ տարբեր տեսակի աղանդավորական հոսանքներ։ Օրինակ 90-ականներին մենք երբ որ հարցումներ էինք իրականացնում, կապված նույն գոյատևման խնդիրների, աղքատության խնդիրների ուսումնասիրման հետ, համարյա բոլոր գյուղերում կային այս կամ այն այդ աղանդավորական, հա, ինչ որ մի կառույցի խմբակ, եկեղեցի կամ ինչ որ մի տեղ, որտեղ մարդիկ գնում են, եւ այն ժամանակ շատ ակտիվ քննադատություն կար հայ առաքելական եկեղեցու հասցեին, որ եկեղեցին չի զբաղվում իր հոտով, հա, ինքը իմ տեսակ ինքն էլ դեռ չէր կողմնորոշվել միգուցե, պետք է իրանց էլ այդպես ժամանակ հասկանային որտեղ է իրանց դերը եւ դերակատարությունը եւ այդպես հստակ կարելի է ասել եկեղեցուն դերակատարություն տրվեց արդեն 98 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, երբ որ այդ մեր մոտ ողբերգական բանը եղավ եւ դրանից հետո աշճանաբար Ռոբերտ Քոչարյանը անգլիական թագուհու կարգավիճակից դարձավ երկրի պրեզիդենտ, հա, որտեղ մինչև այդ իրեն թերթերում միշտ անգլիական թագուհի էին կոչում, որտեղ ինքը սիմվոլիկ իշխանություններ, հիմնական որոշումները կայացնում էր Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը այդ երկյակը, հա։ Դրանից հետո ես հիշում եմ 99 կամ 2000 թվին էր մի շատ մեծ համաժողով եղավ Ծաղկաձորում եկեղեցի պետություն հարաբերությունների հետ կապված հարցերն էին քննարկվում եւ ես ինքս մասնակցել եմ այդ համաժողովին եւ այնտեղ առաջին անգամ մարդիկ սկսեցին այդպես հստակ խոսել, որ եկեղեցին պետք է անջատվի պետությունից, ինչ որ sense սաղմնային քննարկումներ էին գնում, բայց նաեւ այդ ժամանակ էր, որ կարծեք թե եկեղեցուն հատուկ sense ասած դերակատարում տրվեց, վերադարձվեցին իր ֆյոդալական շրջանի, ես sense մի քիչ սիմվոլիկ եմ ասում, իրավունքները, ինչի համար, որտեղ եկեղեցուն կարծեմ հենց Քոչարյանի հենց այդ շրջանում էր, հիմա թվականը չեմ հիշի, բայց որոշում կայացվեց, որ իրեն վերադարձվեն որպես սեփականություն դեռևս ֆյոդալիզմի շրջանում կոչված, ասենք, շատ բաներ, չէ՞, շենքշինություններ ունեցված կա։ Ֆյոդալիզմի միգուցե որոշ մասը պահպանվել էր մինչև ցարական շրջան, որը էլի ըստ էության ֆյոդալիզմ էր, որտեղ ցարական շրջանում ֆյոդալիզմը շատ ուշ չվերացավ։ Ուզում ասեմ, եկեղեցին ինքը իրեն զգացել է մինչև խորհրդային միությունը ըստ էության տեղական այսպես ֆյոդալ, որը լուծում է հարկահանվակության եւ այլ հարցեր, կառավարչական հարցեր։ Հետո եկել է սովետական շրջանը 38 թվականին, երբ որ սովետական
միությունում սպանեցին խորեն կաթողիկոսին, խեղտամահարեցին, հետո մեր կաթողիկոսները այսպես հարմարվեցին այդ ռեժիմին եւ սկսեցին ծառայել այդ ռեժիմին, հետո եկավ մինչեւ 99-2000 թվականը, կարելի ասել դեռ sense այդ սովետական շրջանն էր լիովին, դրանից հետո կարծեք թե քաղաքական կառավարություն, իշխանություն, ղեկավարությունը շատ հստակ ինքը իրեն իր ինքնությունը ձևավորեց որպես խիստ բռնատիրական եւ այդ խիստ բռնատիրական կոռումպացված կառույցը իր կողքը ստեղծեց, այսպես ասած, սատելիտ մի կրոնական կառույց, որի հետ ինքը համագործակցում է։ Ես միգուցե շատ բաց եմ խոսում եւ շատ կոշտ եմ խոսում այդ, չես, ալբանիակային կառույցին, բայց ըստ էության եկեղեցին դարձավ հենց այդ քրեաօլիգարխիկ համակարգի կից գործող մի կառույց, որը որ իրականացնում էր ծիսական արարողություններ կապված հասարակության կարիքների հետ եւ նաեւ կարծեք թե պրոպագանդում էր ավելի շատ հենց ծիսական արարողակարգին վերադարձը, քան բուն խորքային հավատքին։ Միգուցե ես սխալվում եմ, ես այդ ոլորտի նեղ մասնագետ չեմ, բայց իմ որպես ազգագրագետ մշակութային մարդաբան իմ հետազոտական փորձի հիման վրա իմ անձնական կարծիքն է սա, որ եկեղեցին ավելի շատ շահագրգռված է հենց ծիսական արարողակարգային խնդիրները պրոպագանդելով, քան խորը բարոյական եւ քրիստոնեական բարոյականությունից եկող եւ քրիստոնեական աշխարհընկալումից եկող եւ հավատքի հետ կապված խորը այսպիսի հարցեր։ Դրա համար մեր հասարակության մեջ էլ այսօր այսպես դիտարկում ենք անում, գերակշռում են ավելի շատ հենց եկեղեցու հետ հասարակության մեծամասնության փոխհարաբերությունները կապված տոնածիսական եւ արարողակարգային հարցերում, վառելա, մատաղա, երեխա կնքելա, հարսանիքա, որը որ ուղեկցվում է այդ եկեղեցու հետ նաեւ ֆինանսական փոքրիկ գործարքով, չէ, ամեն այդ արարողությունից հետո մի հատ թասիկ են դնում, մարդիկ արձերն գումար են դնում, ճիշտն ասած ինձ որ հրավիրեցիք, ես մտածում եմ, ասում եմ, հիմա բոլոր ոլորտներում այդ ֆիզիկապես շոշափելի փողով վճարելը վերջացել է, բայց եկեղեցում դեռ պահպանվում է, ինչը որ շատ անվերահսկելի է, դա պահպանվում է ամբողջ աշխարհում, որովհետև ես Միացյալ Նահանգներում էլի մի անգամ առավոտյան տենց մի եկեղեցու մա չասեմ որտեղ է, ժամերկության է, հայկական մեր առաքելական եկեղեցու մասին է խոսքը, ինչ որ եկավ այդ հայրը մի քանի բան ասեց, բան, հետո ինչ որ մեկը մի էլի տենց ափսե ձեռքը, շարքերով դե մարդիկ նստած են այնտեղ, շարքերով անցավ դարձավ, հիմնական մեկական դոլար էին դնում մարդիկ։ Ես մտածում եմ, որ մինչև հիմա էլ դեռևս այդքան էլ վաղ շրջանում չէ, որ ես այդ դեպքը պատմեմ, այսինքն քեշով են մարդիկ եկեղեցում, սաղ աշխարհով մեկ հայկական այդ բանը տալիս, հա, նվիրատվությունները, ինչը որ ֆինանսական առումով չափազանց անվերահսկելի մի հատ վիճակ է ստեղծում, որովհետև չգիտես, այդ գումարները ոնց են տնօրինվում, այսինքն միայն վստահություն կա, որ այդ մարդիկ ազնիվ են, բայց հիմա որ լսում ենք ինչ է կատարվում եկեղեցում, ովքեր ինչեր են արել, այդ ընդհանրապես մեկ-մեկ բանը մարդ գլխի մեջ տեղ չի անում, անկեղծ ասած, երբ որ հիմա ինֆորմացիա է բացվում, ինչ որ բաներ ես լսում այս կամ այն եպիսկոպոսի մասին, դրանց արասների, ուղղակի մտածում ես, որ այդքան էլ վստահելի չէ ամեն ինչը, կներեք իհարկե ես շատ էլի եմ ասում, ես շատ սուբյեկտիվ կարծիք եմ ասում, միգուցե այս հարցերում իմ ծայրահեղ նայեմ խնդիրներին, բայց ամեն դեպքում իմ դիրքից այդպես է երևում այս ամենը։ Հասկանալի է։ Շնորհակալություն պարոն Թադևոսյան, պարոն Մարգարյան, մենք ասենց եկանք հասանք մի հատ կետի, որը որ երևի թե պետք է խոսել այլևս հարաբերությունների մասին եւ հասարակության ընկալումների մասին։ Աղայսը այնքան շատ հետաքրքիր բաներից խոսեց, ես հիշեցի որոշ դրվագներ, միգուցե աղոտ, բայց դրանք եղել են, թե ինչպես սիմվոլիկ առումով կամացից եկեղեցին հայտնվեց քաղաքական դաշտում, ես հիշում եմ, որ Ղարաբաղյան ժամանակ Վազգեն առաջինը կարծեմ բան արեց, մասնակցեց Գերագույն խորհրդի ՍԽՍՀ-ի նիստին եւ բոլորի հետ միասին ոտքի էր կանգնում, նստում էր, կային տարբեր խոսակցություններ, որ չի պիտի
հոգևորականը, այնալ այդպես Բարսաշյան գնա մասնակցի աշխարհիկների միջոցառմանը, բայց այդ միջև այդ կարծեմ մի փոքր դրվագ էր եղել, որը այն կողմ այդ քայլին կողմ մարդկանց կողմից հիմնավորման առիթ էր տալիս, այն էր որ միջև այդ Վիկտոր Համբարձումյանն էր նստածույց արել եւ կարծեմ դատարեցնելու կոչերից մեկը Վազգեն առաջինն էր արել։ Ես իշքան հիշում եմ, էլի, Գորբաչովն էլ արեց, հետո իհարկե այդպես եւ մեկ այլ դրվագ հիշեմ, որ արդեն բաներ, որ առաջին անգամ նախագահի երթնակալության ժամանակ Աստվածաշունչ հայտնվեց, բաներ այդպես կամացից, ուրեմն եկեղեցին իսկապես ճիշտ է նշում, մարգինալ կարծես մի այսպես Սերբազան մասունքի պես պահպանվող բաներ ինքը կարծես կենտանի չէր, այո, ես հիշում եմ, որ բացառիկ դեպքերում հարսանիքների ժամանակ կարող է գնային եկեղեցում Սովետական Սովետի ժամանակ կնունքի չէին անում, հոգեհանգիստ բան, բայց հարսանիքների ժամանակ այդ շատ հետաքրքիր բան է, բայց բանը ինչի առումով, իմիջիալից այստեղ պետք է նյուանսներ առանձնացնեմ, այդպես ուսումնասիրություններ կան, որ Արարատյան դաշտում, որ Էշմիածին ավելի մոտ էր, կնունքներն էլ այդ բարողությունները մի քիչ ավելի շատ էին, իսկ մյուս հեռավոր ուրեմն տարածքներում, մարզերում, Ժանագ ռայոններին, այդ բաները չկային։ Ես ինքս էլ օրինակ մկրտվել եմ այն պատճառով, որովհետև իմ քավորը եղել է այդ տարածքին մոտ շրջանում ապրող մարդ եւ միջամտել է, պնդել է, որ լավ կլինի այս ծեսը անենք։ Ես մկրտվել եմ մի խոսքով, բայց ես հազարավոր իմ հասակակիցներ գիտեմ, որ խաբար չեն այդ ինչ բան է։ Մենք մարդիկ չգիտեին այդ ինչա։ Ես էլ իմ հասակիցների հետ կապված եմ ասում։ Այդպես ուրեմն ես կարծում եմ աստիճանաբար հանրությունը սկսեց ճանաչել այդ բանը եւ ընդունեց եկեղեցու հեղինակությունը եւ երբ որ առաջի Աստվածաշնչերը մենք առաջին անգամ այդ գիրքը վերցնում ենք որպես գիտության համար ծառայող, ես հիշում եմ գնում հերթ ենք կանգնում եւ նույնիսկ գումար ենք վճարում, որ հայտնվեցին աղասի ասած այն շրջաններ, երբ որ աղաներին զուգահեռ նաեւ երևի քրիստոնեական եկեղեցիներ աշխատում, կարծում եմ ավելի տարանչականներ ավելի շատ ակտիվ, Աստվածաշնչեր հայտնվեցին եւ ես հիշում եմ մենք ոնց ենք այդ գիրքը ձեռք բերում ուրախանում, որ հաջողվեց ձեռք բերել հենց այն Գրաբարյան տարբերակով ամենահին այսպես թարգմանությունների տարբերակներով այսքանը, բայց այդ հետաքրքրությունը զուտ էլի այդ մասունքի նկատմամբ հանրության մեջ տարածված հետաքրքրություն էր։ Հետո հանգարց մարդիկ հայտնաբերեցին, որ այս հետաքրքիր ծեսեր է անում։ Ես հիշում եմ առաջի այդ մոտուցուրդ տարիներին, երբ որ մարդիկ գնում են այդ ճրագալույցին, այդ բանը բերեն, այդ կոլեկտիվ ինչ-որ ժամանակ անցկացնելու, ուրախանալու, ինչ-որ սիմվոլների հետ հաղորդակցվելու բան կար, անհրաժեշտություն, կարիք ունեին մարդիկ եւ գնում էին դրա համար, ասենք սկսում էին եկեղեցու հետ շփվել։ Հետո սկսեցին նաեւ, ասեմ, սա մի քանի կոմպլեքս գործոնների բան է։ Ինչ-որ ժամանակ ժամանցի կյանքը էս միա պաղախ նաեւ կոլեկտիվ կաբերից կամացից այսպես թուլացող հասարակությունում մանրայությունն էլ առաջանում բարբերաբար ինչ-որ հավաքվել նորից մարդկանց հետ գործ ունենալ ծանոթների, բարեկամների, նաեւ անծանոթների, այդպես որ ծեսերը այդպեսի հնարավորություն են տալիս եւ մարդիկ սկսեցին կամաց ներգրավել այդ ծեսերին մասնակցել եւ ամենակարևորը որ սովետից մնացել է եւ հիմա էլ կա բովանդակությունը մարդկանց չի հետաքրքրում այդ քրիստոնեական, ասենք, ինչ է իրենից մկրտությունը կամ հիմա էլ կարող է գնալ անկեղծ է լինենք
տարբեր ծեսերի հոգեհանգիստից սկսած մինչև այդ ուրախության ծեսերի կարող ենք տեսնենք ձանձրացող մարդկանց, ովքեր այդպես համբուրությամբ լսում են, որ քահանան կասի կվերջացնի իրենց համար գրաբարով անհասկանալի բաները, այսպես եւ ամենակարևոր բանը տեղի կունենա եւ իրենք իրար հետ կսկսեն շփվել, հաղորդակցվել, կուրախանան, այսինքն հանրային ընկալումը ծիսական ֆունկցիայի վերաբերյալ է եկեղեցու ոչ մեկը չի գնում եկեղեցին նույնիսկ եթե ավելի հավատացյալ է ինչ-որ անորոշության ճգնաժամի մեջ է եւ կուզենա հաջողություն ունենալ կամ ցանկանալ որ փորձանքը հաղթարի չի գնում ասեմ ասել շիտակ պետության համար աղոթելու գնում են իրենց համար իրենց անձնական խնդիրների հետ կապված աղոթելու եւ դա երևում է նաեւ տարբեր հանրային հարցումներից գիտեք Կովկասյան բարոմետրի տվյալները բաց են այնտեղ էլ կա այսպեսի մի հետաքրքիր հագասություն ունենք բարձր վստահություն եկեղեցի ինստիտուտի նկատմամբ ամենաբարձրն է 79% միշտ 70-ից բարձր է եղել էլի 2 տարին մեկ լինում են այդ հրապարակումները հետազոտության արդյունքների եւ ունենք 83% ասենք լնակություն որը պահք չի պահում երբեք եկեղեցի չեն եղել կամ ասենք մի ամսից ավելի քիչ ամիսը մի անգամից ավելի քիչ չեն լինում եկեղեցական ծեսերին մասնակցող բնակչությունը այդ համարյա 68% եւ ավելին է ասում տարբեր տանի 70-ն էլ է ասում սա ինչ է նշանակում որ մարդկանց գլխավորապես ծիսական ֆունկցիան է հետարկում եւ ելի մի կարեւոր բան ասեմ այս ծիսական ֆունկցիան շատ պետք է կարեւոր հաշվի առնել հիմա օրինակ մարդկանց իհարկե ինչ որ ձևերով կոնկրետ համայնքներում երբ որ գնում եք վարչապետը իր խմբով կամ ուրիշ հոգևորականներ են գնում իրենց խմբերով միայն այդ համայնքներում մարդկանց որոշակի շրջանակ կա որ կարա գնա միանա եւ այսպես բան աջակցություն հայտնի մարդկանց մեծ մասին այս կոնֆլիկտը որ կա քաղաքական իշխանությունների եւ եկեղեցու միջև չի հետաքրքրում ինչի որովհետեւ ասենք իրենց հետաքրքրում է այդ քահանաների ծիսական ֆունկցիաներ ընդհանրապես իրենք գիտեն մեր պապերն գիտեն սովետի ժամանակ էլ գիտեն հազարով մի տարբեր բաներ են ասում քահանաների հասցեին բայց մենակ քահանաները չէ հիմա Վազգեն առաջին այտենց հիշում են շատ բան սրբազանացնելով չէ բայց ես իր կաթողիկոսյան շրջան ուսանողել եմ եղել ավարտացել եմ եղել լավ հիշում եմ ուզում եմ ասեմ ջահել եմ եղել շատ լավ հիշում եմ այդ ինչեր էին խոսում նաև մեր մասած լավ բաներ չեն որ ինքը կին ունի ստվերային եւ այլ միշտ եղել է այդ խոսակցությունները ուզում եմ ասեմ բայց մարդկանց չի հետաքրքրում թե իր անձնական կյանքում ով են քահանաները նույն կերպ ասենք ոնց որ մեքենան վերանորոգել տվողին չի հետաքրքրում թե արհեստավորը իր անձնական կյանքում ով է ծառայությունը մատուցի հա կարճ ժամանակում որը մատուցի գլուխ չցավացնի կարճ որակով եւ էժան լինի այո այս հիմնական ակնկալիք դա է եւ այդ իրենք ստանում են մյուս առանձնահատկությունն էլ է նա որ ասենք այդ վստահության բաղով ասեմ ինչի որտեղից դե ծառայությունը ստանում են ըստ էության եւ դա ծիսական տոնական ուրախության այսպես հանդուրժողականության բարի մթնոլորտի առումով է քաղաքական իշխանությունների հեղինակությունը ցածր է վստահությունը ինչի որտեղ իշխանության հետ քաղաքական մարմինների տարբեր մակարդակի մարզային շարունակած դիմով վերջած մարդիկ առօրյա խնդիրներով են առնչվում ոչ թե ուրախ կամ ինչ-որ այդպես դանեկան բան ծիսական առումով եւ այնտեղ խնդիրներ կան միշտ եւ հակասություններ կան դրա համար էլ մարդկանց վստահությունը ցածր է հաղորդակցվեին իշխանությունների հետ ծիսական առումներով վստահությունը ավելի բարձր կլիներ Նիկոլը շատ կարևոր բան ասաց եկեղեցին այդ շատ բարձր սիմվոլիկ արժեք ունի մեր բնակչության համար այդ սիմվոլիկ արժեքը շատ կարևոր է եւ ինքը իր տեղը ունի նաեւ մեր ինքնության
մտածումների մեջ։ Ինչ վերաբերում է պետությանը, պետությունը ուներ սիմվոլիկ արժեքի նշանակություն, երբ որ ինքը ցանկություն էր, երազանք էր, այսինքն սովետի շրջանում անկախությունը, որտեղ 60-ականների սկզբին այդ ամբողջ բանը ազգայնական շարժումը, որ ամբողջ սովետական միությունում դիսիդենտական շարժումը ազգայնական չէր, Հայաստանում, Վրաստանում եւ ազգային պետություններում ուներ ազգայնական բնույթ, եւ այդ ազգայնական շարժման երազանքը իրենք ստեղծեցին մեր մեջ այդ երազանքը, անկախ Հայաստանի երազանքը։ Ես որպես երիտասարդ այդ աղբյուրներից եմ ստացել այդ երազանքը, հա, բայց երբ որ մենք ստացանք անկախ պետություն, հենց առաջին իսկ տարիներից, իդեպ ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը 90 քանի տոկոսից միանգամից իջավ, հենց այն պատճառով, որ իր իշխանության օրոք պետության այդ երազանքը բոլորի մեջ կոտրվեց, որովհետև մարդիկ, որ մտածում էին, որ մենք ունենալու ենք սեփական իշխանություն եւ այդ սեփական իշխանությունը արդար է լինելու իր ժողովրդի հանդեպ, ու այդ արդարությունը առաջին իսկ ամիսներից սկսեց ակնհայտորեն չարդարացնել իրեն, այսինքն կառավարող այդ վերնախավը սկսեց կոռուպցիոն, տարբեր տեսակի այդ շրջանում 90-ականների, որ պատերազմը այդ Ադրբեջանի այդ բախումներն էր, խոսում էին, որ զինկոմիսարիատները փողով ազատում են իրանց ծանոթներին, պաշտոնյաները երեխեքը չեն գնում ճակատ եւ այլ, սկսեց փլվել այդ պետական կառույցների սիմվոլիկ արժեքը մարդկանց մեջ, ու սկսեցին մարդիկ պետական իշխանական կառույցներին վերաբերվել որպես թշնամական, այսպես ասեմ, հա, սոցիալական հողի վրա։ Եվ այդ պատճառով այդ, որ Նիկոլը ասում է, այդ սիմվոլիկ արժեքը ըստ էության պետական ինստիտուտները չունեն, ինչը շատ ցավալի է։ Եվ մենք շատ հաճախ տեսնում ենք, որ ասենք օրինակ հիշում եմ Ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ որ Եռագույն դրոշը մենք բռնում էինք, այդ մեր համար լրիվ ուրիշ արժեք էր, բայց ես հետո տեսա, թե ոնց այդ դրոշի եւ պետական այլ սիմվոլների արժեքը ոնց սկսեց փլուզվել 90-ականների սկզբին, դարձավ փոշիացավ։ Եվ դրա համար, ասենք, մարդիկ այդ վստահության առումով, եթե մենք նայում ենք խնդրին, մարդիկ չունեն պետական սիմվոլներ, իսկ եկեղեցին փոխարինում է մնացած բոլոր ազգային սիմվոլներին։ Եվ այդ առումով իսկ սիմվոլիկ արժեքը իհարկե հասարակական կյանքում եւ ինքնության վերաիմաստավորման մեջ բավականին կարեւոր արժեք է, բոլոր հասարակությունները պետք է ունենան սիմվոլիկ արժեքներ։ Ինչու եմ ես այս առանձնահատկությունը ուզում շեշտադրել, որովհետեւ եթե կան օրինակ իմ զուտ այդպես համատական դիտարկումով եվրոպական քրիստոնյա ազգերը, հա, ունեն սիմվոլիկ արժեք եւ իրենց քրիստոնեականությունն է սիմվոլիկ արժեք, այսինքն եթե նայում եք այնտեղ իրանք ոնց են պահպանել այդ միջնադարյան իրանց եկեղեցիները, ոնց են դա որպես մշակութային ու կրոնական արժեք կարևորում, ու նաեւ ոնց են իրենք կարևորում իրենց պետական արժեքների սիմվոլիկ դերը, այդ հասարակությունների սիմվոլիկ արժեքները համ պետական բնույթ ունեն, համ կրոնական, իսկ մեր մոտ ցավոք սրտի անկախությունից հետո մենք կորցրեցինք այդ պետական ինստիտուտների եւ նշանների, այսպես ասած, սիմվոլիկ արժեք, եւ այսօր միայն եկեղեցին ունի։ Դրա համար մեր համար մենք շատ ցավալի ենք նաեւ ընկալում եկեղեցու հետ կապված ցանկացած այսպիսի դրսևորում, հետո նաեւ չենք ուզում տեսնել իր ներսի թերությունները, ասենք այդ կեղտոտ լվացքը, որը այնտեղ կա։ Մենք ասում ենք լավ, եկեք այդ ծածկադմփիկ անենք, որպեսզի էդ էլ չկորցնենք, որովհետև եթե դա է, որ այս հաստատությունը, ինչպես նաև բանակը, որ նույնպես ամենամեծ ռեյտինգ ունի, իրենք փակ հաստատություն են, այսպես շատ դեպքերում եւ տաբուացված քննադատության համար հաստատություններ են, դրա համար հիմա մեր համար դժվար է խոսել դրանց ներսում եղած խնդիրներից։ Նու բանակինը եթե վերջին, այսպես 10-ամյակում քիչ թե շատ սկսեցին խոսել բարձրաձայնել, բայց եկեղեցու ներքին խնդիրները շարունակում էին մնալ եւ մտածում ենք մեզ չի վերաբերում։ Ինչ որ առումով այն նույն ասածից կոնտեքստում, որ մարդկանց մենակ ծառայությունն է, հետարկում ներսում ինչ կա եւ այլն։ Բայց իհարկե որոշակի քաղաքական բաների համար էլ իրենք քաղաքական իշխանությունները այնպեսի
բլոկ էին դրել պատնեշ, որ բոլոր դեպքերում չքննադատեն, որովհետև եկեղեցուն օգտագործում էին այդ փաստը իրենց որոշակի նպատակների համար եւ 2007 թվականի այդ օրենքն էլ կա կառավարության եւ պետության եկեղեցում այնտեղ որոշակի լիազորություններ տվեցին եւ հատկապես հաջորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք երբ որ կար լեգիտիմության պակասի լուրջ խնդիր եկեղեցին շատ ավելի ներգրավեցին բայց միանշանակ անընդհատ այդ պաշտպանված վիճակն էին ստեղծել ինչպես բանակի հարցերում որ քննադատությունը չմտնի ներքին բովանդակության մեջ Պարոնայք, ես մի քանի բան եմ ուզում ավելացնեմ, շերտ եմ ուզում ավելացնեմ, հատկապես սովետական միության տարիների հետ կապված, որովհետև դա բավականին լավ հետազոտված թեմա է, ցավոք սրտի ոչ Հայաստանի դեպքում, այլ հասարակությունների դեպքում, թե ինչպես է խորհրդային միությունը աշխատել թե իր ներսում տարբեր հանրապետություններում եկեղեցական կառույցների հետ եւ թե իրենից դուրս արևելյան Եվրոպայի եկեղեցական կառույցների հետ, հատկապես այն տեղերում, որտեղ եղել է լուստրացիա, դա բավականին այսպես խոսուն տվյալների է բերել, որ այս երկրներում շատ հստակ եղել են ուրեմն գործակալներ եկեղեցու բարձրագույն ղեկավարության մեջ, որոնք աշխատել են սովետական միության պատկան կառույցների հետ, հիմնականում խոսքը բնականաբար KGB-ի մասին է ու դա եղել է նորման, այսինքն եթե դա 1, 2, 3 տեղ այսինքն գրեթե բոլոր այն հանրապետություններում, որտեղ դա հետազոտված թեմա է, դա կա որպես օրինաչափություն եւ այս առումով եթե միամտություն կլինի մտածել, որ այ բոլոր տեղերը եղել է, այ Հայաստանում չի եղել, իհարկե նման խնդիր եղել է նաեւ Հայաստանում, ինչը ինչ որ չափով հայոց եկեղեցու երևի թե պատմությունը բաժանում է նախասովետական եւ հետսովետական տրամաբանության մեջ, որտեղ այնտեղ ինչ որ չափով սխիզմ է ձևավորվում։ Երբ որ առևանգվում է եկեղեցու կառույցը այլ գործակալության կողմից, դա որոշակի անջրպետ է առաջացնում։ Եվ երևի թե հիմա մենք նաև խնդիր ունենք խոսելու կամ ընդհանրապես հասկանալու, թե ինչպես պետք է այդ անջրպետը հաղթահարվի եւ վերացվի, ոնց պետք է արվի այնպես, որ եկեղեցու ուրեմն այդ առևանգված իրավիճակը հնարավոր լինի հաղթահարել։ Սա մի թեմա։ Երկրորդ թեման, որը նույնպես ուզում եմ բարձրաձայնել, դա դուք խոսեցիք բովանդակություն, ձև ըստ էության այդ կոնֆլիկտի մասին, բայց կա նաև եւս մեկ կոնֆլիկտ, հասարակություն պետություն, համայնք պետություն կոնֆլիկտ կա, երբ որ եկեղեցու եւ համայնքի հարաբերությունները դա մի ոնց որ ասած օպերա է, կամ մի ներկայացում է, եկեղեցի պետություն հարաբերությունները բոլորովին այլ բանի մասին է եւ իմ ընկալմամբ կա նաև այդ խնդիրը Հայաստանում, որ եկեղեցու եւ պետության հարաբերությունները ոչ այնքան եկեղեցու եւ պետության հարաբերությունները, ոչ թե որքան եկեղեցու եւ համայնքի հարաբերությունները միջև օրես էլ մնացել։ Իդեպ մի այսպիսի օրինակի վրա եմ ուզում խնդրել, որպեսզի շարունակեք այս կետից խոսքը, Պանթադրոսյան ձեզնից խնդրեմ սկսենք։ Երբ Միացյալ Նահանգներում ոչ հայկական, այլ եկեղեցիների ուրեմն այսպես կադրեր ես նայում կամ մտնում ես, շատ հաճախ խորանի վրա դրված է Միացյալ Նահանգների դրոշ։ Սա հետաքրքիր սիմվոլիկա է դա, որը որ մեր մոտ ես համենայնպես ոչ միտեղ չեմ տեսել, որ Հայաստանի Հանրապետության դրոշ լինի խորանի վրա։ Ես էլ չեմ տեսել անկեղծ ասած։ Իդեպ ասեմ դրոշի հետ կապված դրոշի սիմվոլիկա արժեքը պատերազմի վերջին մեծ պատերազմի ժամանակ կարծեք թե շատ հետաքրքիր է, դա ուսումնասիրել է պետք հասկանալու համար շատ բարձրացավ։ Օրինակ առաջին պատերազմից հետո Արցախյան այդ աստիճանի, ասենք նույն մարզերում, գյուղերում, իրանց գերեզմանոցներում, երբ որ էլի իհարկե մի փոքր առանձնացված է պատերազմում զոհված տղաների գերեզմանները, որոշ տեղերում առանձին տեղ է սարքած, բայց որ այդպես ամեն գերեզմանի վրա այդ բարձր դրոշը այդպես բարձր եւ այդպես նկատված դրված լիներ չկար։ Սա ես ինչի եմ նշում, որովհետեւ ես նկատում եմ, որ այսօր մեր հասարակության մեջ կարևոր մի փոփոխություն է տեղի ունեցել, որ մարդիկ փորձում են իրենց զոհերը կապել իրենց պետականության հետ, անձնական մակարդակում, իրենց երեխաները զոհվել են իրենց պետության համար, որովհետեւ դրոշը հենց այդ պետականություն ունեցող ազգային ինքնության սիմվոլ է։ Իդեպ ասեմ ձեզ, երբ որ խոսք գնաց այս եկեղեցուց եւ պետության սիմվոլներից եւ ձեր հարցը նաեւ համայնքի եւ պետության հետ կապված, մենք
հաճախ օգտագործում ենք այդ արտահայտությունը, որ եկեղեցին դարեր շարունակ փոխարինել է պետությանը, իրականում դա այդքան էլ այդպես չի։ Եկեղեցին ունեցել է շատ կարևոր ազգապահպան դերակատարություն, բայց եկեղեցին երբեք իր ազգապահպան դերակատարությունը իրականացնելը չի փոխարինել պետությանը, ինչի համար հիմա պարզաբանեմ, որտեղ մենք որպես ազգային հանրույթ, ազգ, մեր ազգային ինքնությունը մինչև պետություն ունենալը մոտ մի քանի 100 տարի մենք ապրել ենք առանձին վեստած համայնքներով եւ երբ որ դուք նայում եք տարբեր տեսակի գրառումներ կապված 17 դարի վերջ, 17 դարի վերջի, նույնիսկ 27 դարի սկզբի, տեսնում ենք, որ այն ժամանակ, ասենք, կան համայնքներ, որոնք որ շատ դեպքերում մարդիկ իրենց մոտակա գյուղերից այն կողմ տեղեկատվություն չեն ունեցել, որ ասենք այն հեռավոր տեղերում հայկական գյուղերը կան, ոնց են, ինչ են, այդ տեղեկատվությունը ունեցել է եկեղեցին միայն, որովհետև եկեղեցին ամեն գյուղում ունեցել է իր կառույցը եւ դա եղել է միակ կառույցը, որը որ այդ տարածքում պահպանել է այդ համայնքի ինքնությունը եւ շնորհիվ եկեղեցու այդ ցանցային համայնքային կառուցվածքի մենք կարողացել ենք նաեւ պահպանել ազգային ընդհանրության ինքնագիտակցությունը եւ այս առումով իհարկե ինքը պետական չի, ինքը հենց ազգային մշակութային ֆունկցիա է կատարում, ինչպես եւ դա իրականացրեց հետագայում, երբ որ մենք ասենք ծվրվեցինք աշխարհով մեկ սկզբից գաղթականությունը, աշխատանքային այդ տարբեր տեսակի գաղթականություններ ողեղեռնից հետո մենք ունենք եկեղեցու էլի նույն տիպի դերակատարում։ Հիմա ինչա կատարվում հիմա, էլի, այսինքն մեր եկեղեցին ինքը իրեն էլ է ավելի շատ դարեր շարունակ ընկալել եւ նույնականացնել համայնքային ու ցանցային ազգային ցանցային կառույցի, բայց միևնույն ժամանակ համայնքային կառույցի հետ։ Հիմա երբ որ մենք ունենք պետություն, այստեղ եկեղեցին ինքը էլի կանգնել է իր համար շատ անսովոր մի իրավիճակի առջև։ Հիմա մենք ունենք պետություն եւ եկեղեցին ինքը խնդիր ունի նաեւ իրեն տեղորոշելու, դիրքորոշելու, հասկանալու որտեղ է իր տեղը այս պետական կառույցի մեջ եւ ազգային այս ինքնության տրանսֆորմացիայի փոխակերպման մեջ, որտեղ մենք հիմա ապրում ենք ազգային ինքնության լուրջ փոխակերպում, մենք որպես համայնքային ազգ, որի հիմքում շատ կարևոր է մշակութային պատկանելությունը, այսինքն նույն մշակույթը կրողը լինելը եւ դրա համար մենք հիմա անցնում ենք պետականություն ունեցող ազգի եւ այս ազգ համայնք ինքնությունը փոխակերպում է ազգ պետություն ինքնության։ Ես պատահական չի, որ բերեցի այդ դրոշի օրինակը մեր զոհված տղաների գերեզմաններին եւ ընտանիքների կողմից շատ կարեւորել է դա, որովհետեւ մենք տեսնում ենք հենց սիմվոլների մակարդակում, որ ոնց է փոխվում մեր մտածողությունը, ընտանիքներն են կա, ուղղակի ես ասեմ, մարդիկ ուզում են իմաստավորեն իրենց որդիների մահը, այլապես ծանր է, թե ինչի, իսկ այդ բերում կապում են պետության հետ։ Դա շատ կարևոր պետության հետ են տրամաբանական էլ է այդ կապը, էլի։ Այո, պետության հետ։ Ոչ թե իրենք պարզապես զոհ են, մյուս բան էլ է դեր, չէ՞ որ անկախ նրանից ինչպեսի պայմաններում են զոհվել, հերոսական արարք են արել, թե չէ, պիտի հերոս լինեն։ Այդ էլ էլի ինչ-որ ձև իմաստավորում է իրենց կորուստը։ Այո, տես շատ կարևոր է, ճիշտ ես ասում, կապում են պետության հետ, տես առաջին պատերազմից հետո մենք բոլորս ամեն ինչ կապում ենք ազգի հետ։ Այո։ Հիմա համ ազգը, համ ամեն ինչը, հանուն ազգի զոհվելը, հա, կապում ենք պետության հետ եւ հանուն ազգին ազգի մեր ընկալումները, այո, ավելի լավ է պետության հետ կապ։ Հա, հանուն ազգին դառնան նաեւ հանուն պետության, մի բան որ մենք չենք ունեցել եւ այս փոխակերպման մեջ հենց այսօրվա այս կոնֆլիկտը խորքային առումով, միգուցե եւ մենք այդքան էլ խորքերը չենք փորձում ինքներս մեր փորձել եւ հասկանալ, բայց խորքային առումով հենց մեր ինքնության մեջ համայնքային ազգի ինքնությունից պետական ազգ ունեցող այս ինքնության փոխակերպման մեջ եկեղեցու նաեւ դերի վերաիմաստավորման հետ է կապված, որտեղ եկեղեցին դիմադրում է այդ ինքնության փոխությանը։ Տեսեք, եւ երբ որ մենք նայում ենք
նաև եկեղեցու այս քաղաքականացվածության էլեմենտ է, ակնհայտ է, չէ՞, քաղաքական բնութագիր ունի, ինքը ունի եւ քաղաքական բնույթ, բայց եւ կապված է ինքնության ճգնաժամի հետ, ճգնաժամ այն առումով չէ, որ շատ վատ է, հետո ինքնության ճգնաժամը առաջանում է նաև երբ որ դու փորձում ես վերաիմաստավորել մի բան եւ մի կարգավիճակից քեզ տանում աշնանատ տանում ես մի ուրիշ տեղ քեզ, հա, այդտեղ էլ կա ճգնաժամ, բայց ճգնաժամը լուծումներ պահանջող ճգնաժամը կարող լինի ստեղծել։ Հա, եւ այս դեպքում երբ որ մենք նայում ենք եկեղեցու քաղաքական դիրքորոշումը, ապա իր հետ նույն շարքում հայտնում են այն քաղաքական ուժերը, որոնք որ քարոզում են ազգ համայնք կեցութաձևը եւ նույնիսկ այն աստիճանի, որ օրինակ տեսեք, ասենք նույն Ռոբերտ Քոչարյանին, երբ որ հարցրեցին, չէ, ինքը ինչ ասում է, կամ նույն դաշնակցությունը, կամ այդ ազգայնական տարբեր խմբերը, իրենք ինչ են ասում, իրենք ասում են ավելի լավ է մենք պահպանենք մի խոշոր պետության մեջ մեր ազգային մշակույթը, քան թե մենք ունենանք պետություն։ Տեսեք, դրա երևի ամենաբար օրինակը Թաթարստանի կազմով եկեղեցին կանգնած է այդ դիսկուրսի դիրքերում, որովհետև ինքն էլ ինքնության իր դերակատարությունը պատկերացնում է ինքնության պահպանման մեջ ավանդականորեն դարեր շարունակ։ Ես սա որպես ոչ լավ, ոչ վատ բան եմ ասում, այլ ես ասում եմ մի բան, որը որ վերլուծականորեն կարելի է տեսնել, հա։ Ինքը իրեն տեսնում է համայնքային մասշտաբի ազգի բան որպես հա կառույց եւ այսօր իր մեջ կան միգուցե կան մարդիկ ովքեր որ արդեն իրենց էլ տեսնում են ազգ պետության մեջ եւ փորձում են միգուցե եկեղեցին էլ տեսնել այդ արդեն նոր պետություն ունեցող ազգի կառույցի մեջ եւ այստեղ եկեղեցին ինքը լուրջ վերանայումների, վերաիմաստավորումների խնդիր ունի։ Եվ մյուս հարցը, որը որ դուք մինչև այս հարցը բարձրացրիք, չեմ, ձեր հարցը երկու մասումն է, կապված խորհրդային միության հետ։ Մենք ունենք նաև այդ երկրորդ շերտը, առաջին շերտը խորհրդային այս բախումների, այս կոնֆլիկտի, որի մեջ գտնվում է մեր հասարակությունը, լայն առումով, անցումային կոնֆլիկտի, վատ իմաստով չէ կոնֆլիկտի, որովհետև կոնֆլիկտը հիմնական ներհասարակական ու դրական իմաստ, որովհետև դու մի փուլից անցնում ես մեկ այլ փուլ, իսկ փուլային անցումը միշտ ունի կոնֆլիկտային բնույթ։ Կոնֆլիկտային բնույթը արտահայտվում է նոր փուլի կողմնակից ուժերի եւ հին փուլի կողմնակից ուժերի միջև հայացքների բախմամբ եւ նաեւ որոշ տեսակ առումով կարա դա քաղաքական բախում լինի, հա։ Եվ այս առումով մենք նաեւ երկրորդ շերտը, առաջի շերտը մի հատ էլ նշեմ, դա համայնքային ազգից պետական ազգի անցման շերտն է եւ եկեղեցի պետություն այսօրվա բախում է այդ շերտում եւ երկրորդ հարթությունը դա ապագաղութացման հարթությունն է։ Մենք երկար տարիներ գտնվել ենք խորհրդային Ռուսաստանի կազմի մեջ, որպես սիմվոլիկ ինչ-որ մի ինքնություն ունեցող հանրապետություն, բայց որը բնականաբար ոչ մի ձև անկախ չի եղել, հա։ Եվ հիմա այսինքն մենք եղել ենք էլի համայնք ենք եղել խորհրդային միության մեջ, մեզ դիտարկել են որպես ազգային համայնք։ Եվ հիմա մենք այդ եկել է մի սերունդ, որը որ չի ապրել այդ կայսրության մեջ, չունի այդ արժեքները, իր համար կարևոր չի որ պետությունը պետքա գործարան գա բոլոր տեղերում սարքի, ինքը նույնիսկ չի էլ պատկերացնում, այդ մենակ 60-անց մարդիկ են այսօր, որոնք որ մտածում են գյուղում մի հատ գործարաններ գնայի աշխատի, այսօր մի հատ գնացեք նույն մարզում ապրող երիտասարդ տղային կամ աղջկան հարցրեք 20 տարեկան, ինքը այդ պատկերացնում է գյուղում գործարան ունի, չէ, ինքը լրիվ ուրիշ մտածողություն ունի, ինքը մտածում է այսօրվա բիզնեսային տրամաբանության մեջ գործ ունենալու, անձնական գործ դնելու կամ ինչ որ մի ուրիշ ձեռներեցի դրած բիզնեսի մեջ ինչ որ գնալ աշխատելու մեջ, հա։ Հիմա խնդիրը ինչու՞մն է, այս առումով մենք ունենք երկրորդ շերտ, այդ ապագաղութացման շերտը եւ գաղտնիք չի որ եկեղեցին խորհրդային միության նշածս 1930 թվական երբ որ խորեն կաթողիկոսին խորհրդային գաղտնի ծառայությունները խեղտամա արեցին հենց դրա համար որ ինքը չհարմարվեց եւ չդարձավ իրենց ծառան, հա, ու չմցրեց եկեղեցին իրենց ծառայության տակ, մինչև 45 թվականը մեր եկեղեցին կաթողիկոս չի ունեցել եւ 45 թվականից հետո եկավ մի նոր կաթողիկոս, հա, Գևորգ կաթողիկոսը։ Դրանից հետո ակնհայտ է, որ եկեղեցին դարձավ խորհրդային այդ գաղութատիրական մեծ համակարգին սպասարկող ծառայող մի կառույց։ Դա էլի ես որպես մեղադրանք չեմ ասում մեր եկեղեցուն, որովհետև ինքը այլ շանս չուներ։
Կամ չէ լինելու, կամ տենց է լինելու։ Կամ չէ լինելու, կամ Դեռ մի տենց է քիչ էլ լինելու։ բարելավեց երկրորդ համաշխարհայինից հետո, երբ որ Հա։ եկեղեցու բաներով, խողովակներով Դուրս եկան սփյուռքի եւ կապիտալի վրա եւ այլ, այսինքն տարբեր պատերազմի ժամանակ Այսինքն երբ որ խորհրդային միությունը սկսեց եկեղեցուն նշանակություն տալ իր գործերի, իր շահերի, իր օգտագործման համար, եկեղեցին ստացավ էլի դերակատարում։ Հիմա խորհրդային միությունը փլուզվել է եւ եկեղեցին պարզ չի արդյոք ռուսական կապերից ազատված է թե չէ։ Այսինքն այդ աբագաղութացումը, որը որ մեր պետությունը այսօր փուլ առ փուլ անցնում է, մենք որպես պետություն էլ դեռ չենք թոթափել այդ ռուսական գաղութատիրությունը եւ եթե եկեղեցին էլ մեր ընդհանուր ազգային մարմնի մի մասն է, հա, նաեւ մեր պետության մեջ գտնվող պետական մարմնի մի մասն է, բնականաբար ոնց որ պետությունն է ապրում այդ փուլային թոթափումը գաղութատիրության, այնպես էլ եկեղեցին պետք է ասի։ Եթե շատ པարզ խոսենք եւ շատ անկեղծ խոսենք, դրանում ես էլի եմ ասում, ոչ ուզում եմ մեղադրանք ներկայացնել մեր եկեղեցուն, ոչ էլ ինչ որ, չգիտես, դրական բաներ ասել եւ արդարացնել իր բանը։ Դա եղել է պատմական, այսպես ասած, իրադարձությունների պարտադրանքը եւ միգուցե եւ լավ է որ ինքը ժամանակին թեկուզ կիսատ պրած ձևով, բայց մտել է խորհրդային միության այդ բանի տակ, հա, լծի տակ, պահպանվել է եւ շատ բանը պահպանել նաեւ։ Բայց այսօր արդեն եկել է ժամանակը, որ ինքը պետքա փոխվի եւ կան եկեղեցու մարդիկ, ովքեր որ սովոր են այդ ոճին, այդ ձևով գործելուն, շատ բարդ բան է հասկանում, երբ որ դու ծնվել ես մի սերնդի մեջ, որը որ սովոր է այս կամ այն ձևին, եւ կառավարման, եւ ապրելու, եւ արժեքների, եւ ֆինանսների բաշխման, եւ հազար մի տեսակի հարցերի, հա, փոխվել դառնալ մեկ ուրիշը։ Դրա համար միշտ սերնդափոխություն է պետք լինում, միշտ ցնցումներ են տեղի ունենում, եւ ես կարծում եմ, որ հիմա մենք այդ բախումնային իրավիճակում ենք, երբ որ եւ մեր պետությունը եւ մեր եկեղեցին այդ խորքային ցնցումների ճանապարհով նոր իրավիճակին իր դերակատարումն է գտնում եւ վերաիմաստավորում են ընդհանրապես իր տեղը եւ դերը մեր պետականության եւ ինքնության մեջ։ Շնորհակալություն։ Պարոն Մարկյան, այս ճգնաժամերը, որոնց մասին մենք խոսեցինք, այդ համայնք պետություն, ապագաղութայնացում եւ այլն, հիմա բերել հասցրել են մի հատ ասենց անցումնային փուլի, ըստ ձեզ որն է դրական ելքը, այսինքն ինչ պետք է հիմա հաջորդիվ ինչ իրադարձություններ ըստ ձեզ պետք է տեղի ունենան, որ մենք ասենք, որ այ մենք որպես հասարակություն հաջողությամբ այս ճգնաժամի վրայով ոնց որ անցանք եւ հասանք մեկ այլ հանգրվանի։ Հենց երբ սկսվեց այդ ներքին տեղաշորի շուրջ քննարկումները, ես կարծեմ վարչապետի էջին էլ Facebook-յան գրեցի, որ դիսկուրսը ինչի մասին է, վերջում ինչն է խնդիր ենք լուծում, եթե ապագաղութացման կոնտեքստում է եւ ունենք կասկածներ կամ փաստեր, որ բարձրագույն իշխանությունները գեղեցական գործակալական ինչ-որ ցանցի մասնագիծ են, սա պիտի լինի, սրա շուրջ պիտի լինի եւ պետք է փորձենք, ունենք, չէ, մարմիններ, կարող ենք դրա արխիվներին դիմել եւ բարձել։ Արդյոք մեր բարձրաստիճան հոգեվորականները գործակալներ են, թե չէ։ Մենք ունենք նշաններ, Սախարովանը արձագանքում, Լավրովն է արագ արձագանքում, բավական բան նշաններ ունենք։ Մյուս մասն էլ մեր պետությունը ինքը կարող է ապավել։ Ինչի ենք իջեցրել այդ խիստ անձնական մակարդակում։ Միգուցե իրենք մարտավարությունը տեղ են տեսնում կամ ուղղակի ինչ-որ արգելքներ, խնդիրներ ունեն ուղղակի բարձր խոսելու։ Եթե մենք իսկապես ուզում ենք, ես կարևորում եմ ապագաղութացման process-ում անկախության, իսկապես մեր պետության խնդիրն է եղել դա։ Մենք որոշել ենք անկախ պետություն ստեղծել, ուրեմն պետք է ունենանք նաև անկախ եկեղեցի, վերջ։ Ես իմ համար խնդիրը, հա, թեմա չի։ Ուրեմն ինչի չենք խոսում միանգամից հենցպես ճակատային չենք խոսում, որ ստեղ է խնդիրը, որ մենք ունենք այս կասկած, մենք ինչ գործ ունենք, բանը, որը մարդկանց օտարում է եկեղեցուց։ Այս խոսակցությունները օտարում են եւ ավելին, ես ձեզ ասեմ, մյուս շարժողների ձեռքին էլ տեսեք, ինչ գործիք են տվել։ Հազար մի ասպեկտներ կան, չէ՞, իրավունքների հետ կապված, անձնական կյանք մտնելու եւ այլն։ Ինչի մենք ուղղակի չենք խոսում։ Ախր այդ փաստերը շատ բաներով, նշաններով առերևույթ են։
որ իսկապես կարող է լինել գործակալության հանգամանք, մենք պետք է, եթե մենք ուզում ենք լուծումներ գտնել, այդ դաշտում պիտի գտնենք եւ դրանից արդեն ինչ է բխելու։ Եկեղեցի պետություն հարաբերությունները կարգավորող այնպիսի օրենքներ, որոնք տարբեր մեխանիզմներով, ասենք ֆինանսական թափանցիկությամբ նվիրատվությունների հետ կապված եւ այլն, նաեւ այդ անջատ ոչ անջատ լինելու հետ կապված իրավական հետևանքներով մենք խոսենք այնպիսի միջոցառումների մասին, որոնք կբացառեն այսպես կախվածությունը օտարերկրյա ծառայություններից եկեղեցու։ Ես չեմ կարող ուղիղ առաջարկներ անել ավելի կոնկրետ, ես ուզում եմ ասեմ, բայց որովհետեւ առաջարկները լինեն արդյունավետ, լուծումները լինեն արդյունավետ, ավելի ճիշտ պետք է դիսկուրսը ճիշտ ձևակերպել եւ դրա շուրջ փորձել իրար քննադատել։ Եթե այնուամենայնիվ քաղաքականության դաշտում, իսկ ես կարծում եմ իսկապես քաղաքականության դաշտում լեգիտիմ է այդ հարցերը քննարկել, որովհետեւ ունենք փաստեր, միջամտությունների եւ այլն եւ ինստիտուցիոնալ մակարդակում աղացին ճիշտ է, սիմվոլներով է մտել եկեղեցական գործիքը իր նշաններով մտնում է քաղաքական բանի մեջ։ Կիսում Նիկոլի կարծիքը։ Մարգարյան Նիկոլի։ Այո, Մարգարյան Նիկոլի, Նիկոլի մա երկու հատ ունենք, մեկը իմ ընկեր Նիկոլա, մյուսը վարչապետ Նիկոլը։ Այն առումով, որ գործողությունները պետքա տեղափոխել ամեն առումով բաց թափանցիկության դաշտ եւ ինստիտուցիոնալ դաշտ, ինչ որ ասում էր Մարգարյան Նիկոլը, եւ որպես զուգահեռ էլի իր ասածին Ղազախստանում տեղի ունեցող դեպքերից 3 չառաջի օրներ դեպ Հագնյա Տոկաևը մոտապես շարժման նույն ուղղությամբ ինչ որ հիմա շարժում է Հայաստան, չէ, Ղազախստան այդ ուղղությամբ պատամ, այսինքն ապառուսականացնում է այդ երկիրը եւ Ղազախստանի կրոնական ինչ որ կառույցներ խոսում էին այն մասին, որ այսօրվա ղազախական իշխանությունները գնում են ազգային ինքնության եւ արժեքների դեմ եվրոպական, չգիտես, այսպես բաներով, շատ հետաքրքիր է։ Միանգամից ինձ Հայաստանի ու նրանց զուգահեռը տարավ, այնտեղ էլ իհարկե քրիստոնեական չեն, բայց էլի կրոնական կառույցներին փորձեցին տեղից շարժել, հա։ Այնպես որ ես համաձայն եմ։ Ռուսաստանը կդառնա նաև մահմեդական արժեքների պահպանության փաստորեն ջատագով։ Շատ դժվար չի ստեղծելու նաև այդ դիսկուրսը։ Շնորհակալություն, շնորհակալ եմ պարոն Այքրաբեր ընդունելու համար։ Հարգելի հեռուստատողներ, մենք այսօր փորձեցինք ոչ թե թեմայի այս րոպեին ակտուալ թեմաներից խոսել, այլ թեմայի հիմքերից խոսել, հասկանալ թե ինչ ավելի երկարաժամկետ պատմական process-ների եւ պատմական ուրեմն խնդիրների հետ մենք գործ ունենք, հուսով եմ որ դա մեր մոտ ստացվեց, մենք այս թեմային ինձ թվում է դեռևս ժամանակ եւ առիթ կունենանք անդրադառնալու։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00։